Հարտիրոջը այսօրվա համարել։ Հավատում ենք, ոնց որ Տերը հոգատանում հանապազդորյա հացի համար, որ ամեն օր ունենանք, նմանապես Տերը հոգատանում, որ մենք ամեն օր ունենանք մեր հոգևոր կերակուրը։ Որովհետև ոնց որ մարդը կարա առանց հացի հյուծվի ու երկար կյանք չունենա, գիտեք, ուղղակի ֆիզիկական մահ երևում է, հոգևոր մահը շատերը չեն նկատում, բայց մարդիկ կան ուղղակի մահացած են շուտվանից, հոգևոր սնունդ չընդունելու պատճառով։ Բայց լավ կլինի, որ ամեն օր մենք ընդունենք մեր հանապազորյա հոգևոր հացը, որ դուրս է գալի Աստծո բերանից։ Եվ զգացած կլինեք բոլոր ձևերը, որ խոսք ես կարդացել, մի խոսք կպել է սրտից, կենթանացել ես, թարմացել ես, զորացել ես, ուրախացել ես, հասկանում ես, որ մի հատ նոր կյանք եկավ քո մեջ, մի հատ լիցք եկավ Աստծուց քո մեջ, մի հատ թարմություն եկավ Աստծուց։ Ու եթե դա մեր կյանքում շարունակաբար լինի, այդ լիցքավորվելը, մենք ունենանք հոգևոր, ակտիվ, թարմ, զորավոր, պտղաբեր կյանք։ Աստված օրհնի ձեզ։ Ուրեմն Մաղաքիա գրքից եմ խոսալու, Մաղաքիա գրքի մեջ հետաքրքիր է, որ ազգը, քահանաները, ժողովուրդը հարցեր էին տալի Աստծուն։ Գրված չի, որ տենց ուղիղ հարց էին տալի կամ տես մտածում էին, բայց Աստված դա դիտում էր որպես հարց։ Ու հարցերից մեկը որն էր, ինչով ես մեզ սիրել։ Հենց Մաղաքիայի սկիզբը։ Տիրոջ խոսքի պատգամը Իսրայելի մասին Մաղաքիայի ձեռքով։ Մի բան ասեմ ժողովուրդ։ Գիտեք, Աստված ոնց որ վարվել է իր ժողովրդի հետ, թե լավ առումով, թե վատ առումով, վատ առումով նկատի ունեմ Աստծո պատիժները։ Նույն ձև այսօր վարվում է մեր յուրաքանչյուրի հետ։ Դու մի մտածի, որ Աստված քո հետ լրիվ այլ կերպ է վարվելու։ Աստված ցույց է տալի իր ավետարանի մեջ ինքը ոնց է վարվում մարդկանց հետ։ Ինքը ոնց է վարվում անհնազանդի հետ, ինքը ոնց է վարվում խոնարհի հետ, ինքը ոնց է վարվում աշխարհասերի հետ, ոնց է վարվում իրան սիրողի հետ։ Ու դատաստանն էլ նույն ձև է լինելու, նոր բան չի լինելու, գիտեք, դատաստանները ասեն լավ, այս սերունդը, այս վերջի սերունդը, ասենց ընկնում ակցիայի տակ, դատաստան չկա։ Չէ, խելացի մարդը, իմաստուն մարդը, երկայնամիտ մարդը, գիտեք, երկայնամտությունը Սուրբ Հոգու պտուղներից մեկն է, ամեն բան լուծում է հիմա։ Ապագան տենալով, ապագան հասկանալով, ամեն բան լուծում է հիմա։ Խելացի մարդը ասում այդ մարդն է, որ հիմա է պատրաստվում այդ օրվան։ Եթե գա այդ օրը, որ մենք ուզենանք ինչ-որ բաներ մենք փոխենք մեր կյանքում, չենք հասցնելու։ Հիմա է ժամանակը պատրաստվելու։ Ու ժողովուրդը հարց է տալի Աստծուն, ասում է ինչով ես մեզ սիրել։ Գիտեք, կարդում ես, զարմանում ես, մեկ չէ, որ մեր կյանքին ենք նայում, այդքան էլ զարմանալու չի։ Հեշտ է, չէ, ուրիշների վրա ասել, որ տես ինչ ասես, տես ոնց արեց, բայց որ նայում ենք մեր վիճակին, եկեղեցու վիճակին, մեր ընթացքին, մեր անցյալին, ոչ որ մենք շատ հեռու ենք այս խոսքերից, ոչ որ մերը տես շատ փառավոր ա եղել, ստեղ էլ անարգ վիճակ ա եղել։ Ու Տերը տեսեք ոնց է պատասխանում, որ ասում են ինչով ես մեզ սիրել, առաջի հարցն Աստծուն։ Միթե Եսավը եղբայր չէր Հակոբին, ասում է Տերը, ես Եսավին եմ, Հակոբին եմ սիրել, Եսավին ատել եմ։ Եվ նրա սարերը ամայի եմ արել, եւ նրա ժառանգությունը անապատի շակալներին եմ տվել։ Թեև Եդովն ասե մենք կործանվեցանք, բայց դարձյալ պիտի շինենք ավերակները, զորաստերն այսպես է ասում, նրանք կշինեն, բայց ես կքանդեմ, եւ նրանց կկոչեն անօրենության սահման, եւ մի ժողովուրդ, որի դեմ Տերը բարկացած է հավիտյան։ Տեսեք, Եսավի մասին է գրված, ասում է ես, Տերն ասում, Եսավի ժառանգությունը, այն հողեր, այն սարեր, այն տարածք, որ տվել է Եսավին, հիմա ավելի շատ բնակվում են շակալները, որ պիտի մարդաբնակ լիներ, ավելի շատ անասնաբնակ այդ վայրերը։ Ինչի համար, որ իրանք Աստծունը չէին, Աստծո հետ չէին։ Ինչի համար ատեց Եսավին, մենք գիտենք, որ Աստված բոլորին սիրում է, բայց տեսակներ կա, որ Աստված ատում է, որ ինքը մի աման ապուրով փոխեց իր անդրանկությունը, որ իրան հետաքրքիր չէ իր անդրանկությունը, գրված հացը կելավ գնաց անարգեց։
իր համար անդրակցությունը հետաքրքիր չէր, բայց օրհնության համար լացում էր։ Նայում ենք անապատում նույն բաներ կատարվում։ Քանան այդքան հետաքրքիր չէր, բայց մսի համար լացում էին միշտ չուտնալու համար։ Այսօր որ նայենք մեր կյանքում մենք ինչի համար ենք լացում։ Չլինի որ sense Եսավի մենք հոգևոր Հակոբի սերունդն ենք համարվում, բայց մենք մեր բնույթով, մեր մտածելակերպով, մեր վարվելով ավելի շատ նման ենք Եսավին, որ մենք լացում ենք օրհնությունների համար։ Մենք մենակ ապրում ենք օրհնության համար, մեր ուշք միտքը մենակ օրհնություն, որ Աստված ինչ-որ բաներ անի մեր համար։ Բայց այն կոչումը, որ Աստծուց կա մեր կյանքերում, այն ժառանգությունը, որ տրված, այն անդրանկությունը, որ մենք ունենք Աստծուց, որ դրանով պիտի ավելի շատ հետաքրվենք, դրանով չենք հետաքրվում։ Կամ դա երկրորդական տեղ է, կամ չգիտեմ, որերորդ տեղն է զբաղեցնում մեր կյանքում։ Սա է Եսավ վիճակը, որ Տերն ասում է, ես ատում եմ, ասում է, հավիտյան բարկացած եմ այդ ժողովրդի վրա։ Հավիտյան, այսինքն չի լինելու մի դարաշրջան, որ այդ տեսակին ասի լավ, այս տեսակը սկսեցի ընդունել։ Մարդ կա, չէ՞ օրինակ դուրը չի գալիս, սխալ անում, գալիս է մի ժամանակ սկսում ես իր սխալները աշփակել ու տենց սխալներով ընդունում ես։ Աստված տենց չի ժողովուրդ։ Չի գալու մի շրջան, Տերն ասի, ես Եսավի տեսակը սկսել եմ հավանել։ Ասում է, ես հավիտյան բարկացած եմ Եսավի վրա։ Հավիտյան ես մերժում եմ այն մարդկանց, ովքեր մարմնավորը առավել են դրել հոգևորից։ Հավիտյան մերժում եմ, ով ժամանակավոր առավելադրել մշտականից։ Հավիտյան մերժում է Տերը այդ տեսակը։ Տես ասում է, դու ինչով ես մեզ սիրել, հարց են տալի։ Ու Տերը սկսում է Եսավից։ Որ ասում է, Եսավը հիմա չունի մի սահման, որին կկոչեն անօրենության սահման։ Այդ տարածքը, չգիտեմ ինչքան տարածք է Եդով սարը, այդտեղ կոչում էին անօրենության սահման։ Մի սահման, որ հասկանում են չկա տե Տիրոջ օրհնությունը, չկա Աստծո բարեհաճություն այդ սահմանի վրա, չկա Աստծո ողորմություն այդ ժողովրդի վրա, ոնց որ չեղավ ամաղիկացիների վրա, ոնց որ չեղավ Սավուղի տան վրա ու շատ տեսակի մարդկանց վրա։ Ուստեղ Հակոբին ասում է դու այսօր որ կաս Հակոբին, Հակոբի սերունդին, վերջը Մաղաքյան արդեն նոր կտականի մոտիկ մարգարությունն է, մոտ 400 տարի առաջ ա եղել։ Այստեղ ասում է դուք որ կաք, դուք որ այսօր որպես ազգ կաք, ժողովուրդ կաք, դա հենց իմ սերն է, որ դուք պահպանվել եք։ Ասում է ես, Տերն է ասում, ես չեմ փոխվել Հակոբի որդիներ, դրա համար դուք էլ չեք սպառվի։ Դրա համար դուք էլ չեք վերջացել։ Պատճառն չի, որ դուք շատ լավն եք եղել, պատճառն է, որ ես չեմ փոխվել։ Ես չեմ դադարել ձեզ սիրելուց, ես չեմ դադարել ձեզ ողորմություն անելուց։ Դրա համար այսօր դուք գոյություն ունեք որպես Հակոբի սերունդ։ Բայց դուք ասում եք ինչով ես մեզ սիրել։ Գիտեք, մենք այսօր, եթե այդ ժամանակ Իսրայելը չէր կարա այս համարն ասեր, չէր կարա, մենք հիմա ասում ենք, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, այդ ժամանակ չէին կարա այս համարն ասեին, որովհետև դեռ չէր կատարվել։ Մինչև իսկ իր միածին որդուն տվեց։ Այսօր Աստված քեզ սիրելը ամենաթանկը քեզ տալով, քո համար տալով։ Աստծո սերը մեր կյանքում ապացուցված է։ Նոր ինչ-որ բաներ պիտի չանի Աստված, որ մենք նոր հասկանանք, նոր հավատանք, նոր ճանաչենք, որ Աստված սիրում է մեզ։ Աստված քեզ նոր չի սիրել, Աստված դեռ քեզ չստեղծած սիրել է քեզ։ Գրված որ դարեր առաջ նախասահմանված է եղել իր փառքի համար։ Բայց մենք կարանք հոգևորապես այնքան մթագնի մեր միտքը, այնքան խավարի մարդ հոգևորապես, որ Աստծուն հարց տասի դու ինչով ես ինձ սիրել, ինչով ես ինձ օգնել։ Այդ որ շատ ասում են ողորմություն, ողորմություն, ուր են քո ողորմությունները։ Այդ որ շատ ասում են օրհնություն, ուր են քո օրհնությունները։ Ես ասեմ, մի հատ նայի քո անցյալին կտենաս Աստծո ողորմությունները։ Հիշիր Աստված քեզ որտեղից հանեց, ու եթե չհաներ ինչ կլիներ քո հետ։ Հիշիր այն մեղքերը, որ այսօր քո կյանքում չեն տիրում, որ ժամանակին տիրում էին։ Եթե Աստված ձեռ չմեկներ, այդ մեղքերը շուտվանից քո կյանքը կերել էին։ Դու շուտվանից քո մեղքերի զոհն էիր դառել, բայց այսօր դու քո մեղքերի զոհ չես, որովհետև ինչ որ մեկը քեզ հանեց մեղքի ճիրաններից։ Ինչ որ մեկն եկավ քեզ փրկեց մեղքի գերությունից։ Այդ դրանով սիրել է մեզ։ Որ մենք հիմա կենթանի ենք, դա Աստծո սերն է։ Որ մենք հիմա ստեղ նստած ենք, դա Աստծո սերն է։ Որ մենք եկեղեցի ունենք, դա Աստծո սերն է։ Որ այսօր Աստծո ողորմությունը կա մեր կյանքում, դա Աստծո սերն է։ Գիտեք, եթե թվարկենք Աստված ինչով է սիրել մեզ, նախ չենք հիշի բոլորը, բայց եթե գրի առնես, ես ասեմ, տետրերը չեն հերիքի։ Այն բաները, որ Աստված սիրել է, բայց կարա
մեկն էլ կամ ոմանք այդ սիրո արկայության դեպքում այնքան մարդ հոգեորապես խավարի, այնքան հեռու գնա Աստծուց, որ ասի ինչով ես ինձ սիրել։ Տեսեք երկրորդ հարցը, որ տվեցին, ինչպես անարգեցինք քո անունը։ Ժողովուրդն ասում Աստծուն, ինչպես ենք անարգել քո անունը։ Նույն Մաղաքիայի 1:6 համարը։ Տղան իր հորը կմեծարի եւ ծառան իր տիրոջը, եթե ես էլ հայր եմ, ուր է իմ մեծարանքը, եւ եթե ես տեր եմ, ուր է իմ երկյուղ, ասում է զորաստերը։ Ով իմ անունը անարգող քահանաներ, որ ասում եք, թե ինչով ենք անարգում քո անունը։ Գիտեք, Աստծուց չվախենալը եւ Աստծուն պատիվ չտալը ուղիղ անարգանք Աստծուն։ Եթե դու Աստծու երկյուղից կտրվել ես, Աստծո վախը քո կյանքում չկա, Աստծուն պատվելը քո կյանքում բացակայում է, դու ամեն օր անարգում ես Աստծուն։ Ես ասեմ, քո ամեն զրույցները կանարգեն Աստծուն, քո մտածելակերպը կանարգի Աստծուն, քո ցանկությունները կանարգեն Աստծուն, քո որոշումները կանարգեն Աստծուն, եթե տեղ բացակայում Աստծո երկյուղը եւ բացակայում Աստծուն պատիվ տալը։ Ասում է, հենց սրանով եք անարգում ինձ, որ ինձի հայր եք կոչում, բայց ինձի չեք պատվում, որ ինձի տեր եք կոչում, բայց տիրոջ երկյուղ չկա ձեր մեջ։ Ծառան ասում է, իր տիրոջը մեծարում է։ Ծառան, որ մի տան ծառա է, այն ժամանակ լավ էին հասկանում տերն ու ծառան ինչա, որ մի փոքր տնտեսության մեջ ծառա է, ինքը իր այդ տնտեսության այդ տան տիրոջ, որ մի քանի հատ, չգիտեմ, այգի ունի, դաշտեր ունի, մի քիչ անասներ ունի, ինքը հասկանալով, որ ինքը այդ տան ծառան է, տան աշխատողն է, ինքը այդ տան տիրոջը պատվում է։ Բայց մենք գիտենք, որ Տերը մի հատ այգու Տեր չի, մի հատ, չգիտեմ, հողամասի Տեր չի, մի քանի անասունի Տեր չի, ինքը ամեն ինչի Տերն է։ Էլ ինչի Տերը պետք է լիներ, որ մեր կյանքում այդ երկյուղը շատ լիներ կամ այդ պատիվ տալը շատ լիներ։ Ասում ծառաները գիտեն իրենց Տերին պատիվ տալ, բայց ուր է իմ պատիվը։ Գիտեք, մենք ինչքան էլ ասենք Տեր պատվում են քեզ, ես ասեմ շատ ժամանակ հենց մեր աղոթներն են անարգում Աստծուն։ Ես ասեմ շատ ժամանակ հենց մեր աղոթները ցավեցնում են Աստծուն, որ պետք է հաճեցնեն, որովհետև ստով լցված կա լինի աղոթքը։ Աղոթք կարող լցված լինի կեղծիքով լցված, կարող լցված լինի սուտ դատարկ խոսքով լցված։ Տեր, ես կյանքս քոնն է, ես քեզ եմ տալի, ես քոնն եմ, ամեն ինչս քոնն է, բայց որ հերթը գալիս է, որ Տերը ուզում է մի բանի փոքր կպնի, միանգամից փակվում ենք մեր ունեցվածքով, փակվում ենք, չգիտեմ, մեր ժամանակով, փակվում ենք ամեն ինչով, բայց աղոթներն այնքան գեղեցիկ են, Տեր ամեն բան քոնն է։ Հենց դա կարող անարգանք լինի։ Ավելի աղոթքի մեջ մարդու բառերը քեջ լինեն, բայց դրա մեջ լինի պատիվ Աստծո նկատմամբ։ Ավելի լավ է մարդը կուրծ կծեծի ասի Տեր ողորմիր ինձ, ու ավելի շատ հաճեցնի Աստծուն, քան որ ինքը իր աղոթքի մեջ մտածի, որ իր նմանը չկա։ Ինքը իր աղոթքի մեջ մտածի, որ իմ աղոթքները զորավոր աղոթներ են, իմ աղոթները օցիալ աղոթներ, իմ աղոթները լսելի աղոթներ են։ Գիտես, մարդը կարող է այնքան կենտրոնա իր վրա, որ մտածի, որ ինքը աղոթում է, երկինքը լռում է։ Ես ասում եմ, ավելի լավ է մարդը կուրս կծեծի, բայց մեջ չլինի զեղչ, լինի անկեղծություն, լինի խոնարհություն, ավելի շատ անուշահոտություն Տերը դրանից կառնի։ Դրա մեջ ավելի շատ խունկ կա, քան այն որ շատ համեմված խոսք է, որի մեջ խունկ չկա եւ խունկի հոտ էլ չկա։ Ոչ մի խունկի բաղադրիչ էլ չկա։ Երրորդ բանը, որ ասում էին, ինչով ենք պղծում քո անունը։ Ժողովուրդն ասում Աստծուն։ Աստված փաստերով ասում է ինչ եք անում։ Իմ սեղանի վրա պիղծ հաց մատուցելով, բայց դուք ասում եք, մենք ինչով ենք պղծում քո անունը։ Ձեր ասելով, թե Տիրոջ սեղան անարգված է։ Տեսեք ոնց էին անարգում տաճարը, ոնց էին անարգում Տիրոջ սեղանը։ Ապա երբ որ կույրը մատուցում եք զոհելու, վատ չէ, կամ երբ որ մատուցում եք կաղը կամ հիվանդը, վատ չէ, նրան մեկ քո իշխանին մատուցու, արդյոք կհավանի քեզ կամ կընդունի քեզանից, ասում է զորաստերը։ Գիտեք, Տերը պատվել ուներ, որ իր սեղանի վրա երբեք արատավոր զոհ չլինի։ Ղևտացիների 22-20-ում գրված է. ոչ մի արատ ունեցող պիտի չմատուցանեք, որտեղ ձեզ համար ընդունելի չի լինի։ Տերն ասում է, ոչ մի արատավոր բան իմ սեղանին չդնեք։ Դա ձեր համար օգուտ չի։ Պատկերացնում եք ինչ է նա, մտնում են գոմը, տենում են, ոչխարներ ունեն, գառներ ունեն, չգիտեմ, հորթեր ունեն, նայում են, որը թոփալ է, որը քոռ է,
որը սենց հյուծված է, սատկելու վրա ասում են դե մեկա զոհ ենք անում էլի։ Ու տենց մտածում են իրանք զոհ են անում Աստծուց։ Ասում եմ ձեր զոհերը ինձ անարգում է, ձեր զոհերը ինձ չի պատվում։ Այն որ պիտի գնայր ջոկեր ամենապարարտը են խոչերը ու ворցերը, պարտադիր ասում եմ, որովհետև նախքին այդ զոհերը Քրիստոսի զոհի նախաօրինակներն էին։ Պիտի անպայման լիներ ворց գար, որ Քրիստոսի այդ նախաօրինակն է, որ ինքը պիտի լիներ։ Բայց ասում եմ կույրը, կաղը, երևի էքերը, հիվանդները ինչ պատահում էր, դնում էին զոհասեղանը անարգում էին Տիրոջը։ Բայց մենք ասում ենք քեզ ինչով ենք անարգել։ Այդ օրենքը քահանաները գիտեին, չէ՞, այդ օրենքը կարդում էին, այդ օրենքը սովորացնում էին, այդ օրենքը հասկանում էին, այդ օրենքը մի օր չէ իրանց ձեռքի տակ, տարիներ իրանց ձեռքի տակ է։ Բայց մի բանա ձեռքին էս գիրքը ունենալը, էսի մի բանա, բայց այս նույն գիրքը սրտի մեջ ունենալը լրիվ ուրիշ բան է։ Ամեն մարդ չի որ գիրքը ձեռնա, ուրեմն սրտի մեջ այդ գիրքը կա։ Կամ ամեն մարդ չի որ գիրքը կարդում, որ նշանակում է հավանում է այդ խոսքերին։ Այնքան խոսքեր կա, որ մենք կարդում ենք ու հասկանում ենք, որ մենք այդ խոսքերից հեռու ենք դեռ։ Այս խոսքերը դեռ կյանք չեն դարել մեր համար։ Կամ որոշ խոսքեր դեռ կյանք չեն դարել։ Անարգում են իրանց զոհերով։ Պատկերացրա դու պիտի ընծա տաս Աստծուն, օրինակ ընծա ենք տալի Աստծուն։ Գիտես, sense վերստում ես են ամենամանրը, ստե կարողության հարց է, ժողովուրդ, կարող է մեկը 100 դրամ ընծակցի, ավելի ընդունելի լինի Աստծուն։ Բայց մեկը ընծայի 5000 դրամ, 10000 դրամ ու դրա մեջ անարգանք լինի։ Գիտեք, ինչն էր, Հիսուսը որ ասեց, նայում էր ընծաներին, մի որբևայր եկավ, ամենակիչ երևի գցողներից մեկն էր, ամենակիչ էլ, դրանից քիչ ինչ գցեն 2 լումայից քիչ։ Բայց ասում եմ, սաղից շատ տվեց։ Բայց ասում եմ, մյուս գցածները կուտակածներից էին գցում, ավելացածներից էին գցում։ Այն որ տալիս է, չի տալի իր վրա մի հաշվա, ոչ էլ երևում է իր վրա այդ տվածը կամ չտվածը։ Ու ոչ մի պատիվ չկա դրա մեջ, ոչ մի փառավորել չկա Աստծուն։ Բայց կարա մարդը շատ փոքր բան անի, իր փոքր հնարավորություններից ու դա ուրախացնի Աստծուն։ Մյուս բանը, որ ասում են 4-րդ հարցը, որ տալիս են ասում, ինչով դառնանք քեզ։ Ուրեմն Մաղաքիայի, նույն Մաղաքիայի 3-րդ գլուխ 7-րդ համարից։ Ձեր հայրերի օրից նիվեր խոտորել եք իմ պատվիրաններից եւ նրանց չեք պահել։ Ետ դարձեք դեպի ինձ եւ ես էլ կդառնամ դեպի ձեզ, ասում է զորաստերը, բայց դուք ասում եք, ինչ բանում ետ դառնան քեզ։ Դες այդ խնդիրը, որ ասում է այդ ժամանակվա Իսրայելի ժողովրդին, մենակ այդ ժամանակվա խնդիր չէր, ասում է ձեր հայրորից վեր։ Էսի գիտեք չէ, մեղքեր կա շատ հին մեղք կա։ Հին մեղքեր կան։ Մարգարեությունը մեջ միտեղ ասում է քո մեղքերով պառավեցիր։ Գիտես մեղքեր կա մարդը մանկությունից մինչև ծերություն քաշտա հետը։ Մանկությունից մինչև ծերություն, խորը ծերություն։ Մարդ կար այդ մեղքերը քաշտա։ Մատ հումորային բան ասեմ, Ռաֆայել աղբերն ասե Կիրովականի, ասում է տարիքի հետ մեղքեր կամ մեզ թողել են, այնա գիտենք մենք ենք ապաշխարել։ Դες չլինի էլի որ արդեն այնքան հալ չկա ունես մեղքեն են մեզի թողում։ Ութերորդ համարը ասում է, միթե մարդ Աստծուն կխաբի, որ դուք ինձ խաբում եք, բայց դուք ասում եք, ինչ բանում են քեզ խաբում, տասանորդներում և ընծաներում, անեծքով դուք անիծված եք, որտև դուք ինձ խաբում եք բոլոր ազգդ, բոլոր տասանորդները տարեք գանձատունը, որ իմ տանը պաշա լինի, և ինձ փորձեք սրանով ասում է Տերը, թե արդյոք չեմ բանա ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն թափեմ ձեզ համար, մինչև որ նրա համար տեղ չլինի, և ես պիտի կշտամբեմ ձեր համար ուտողին և նա չի ապականի երկրի բերքը, և ձեր համար անպտուղ չի լինի որդը այգում, ասում է զորաստերը, և ձեզ պիտի երանեն ազգերը։ Այս օրերվում մարդիկ այս ժամանակ Աստծուն մեղադրում էին, բայց աղքատության մեջ էին, այս ժամանակ։ Ասում է տուր փորձիր, ես կլցնեմ։ Դե խոսում եմ, որ այդ ժամանակ Իսրայելը այդքան էլ լավ վիճակի մեջ չէր։ Հարուստ չէր այդ ժամանակ։ Ու ասում է փորձին սրանով, ետ դառին սրանով, ու տես կտենաս իմ օրհնությունները քո կյանքում իմ ձեռքը։ Գիտեք, ժողովուրդ, կա աշխատել, ապրել, որ բոլոր մարդիկ են անում, նորմալ է։ Մենք էլ ենք աշխատում ապրում,
Աշխարհն էլ է աշխատում ապրում, բայց գոյություն ունի նաև Աստծո օրհնություն, որ աշխարհում չկա այդքան։ Գիտես, երբ որ դու աշխատում ես, շատ լավ է, որտեղ Աստվածաշունչը երբեք ծուլությունը չի խրախուսում։ Երբ որ աշխատում ես, լավ է, բայց երբ որ քո աշխատանքի վրա ավելանում է Աստծո օրհնությունը, դա լրիվ ուրիշ համոհոտ է տալիս։ Բայց երբ որ Աստծո օրհնությունը բացակայում է, մնում է մենակ քո աշխատանքը, ես ասեմ, կարոտությունը դառնում է քո հարազատ եղբայրը։ Աղքատությունը դառնում է քո հարազատ եղբայրը, քեզանից չի բաժանում երբեք։ Բայց երբ որ քո աշխատանքի վրա գալիս է Տիրոջ օրհնությունը, գիտեք, գալիս է նաև վայելք քո կյանքում։ Գալիս է քո կյանքում ապահովության զգացումը, որտեղ դու միշտ հաշվարկները չես անում քո աշխատանքի եկամուտը ու քո ծախսերը։ Դու ավելի շատ հույսը դնում ես Աստծո օրհնության վրա։ Դու աշխատում ես, բայց հույսդ Աստծո վրա է։ Որտեղ գիտես, որ եթե Աստված չօրհնի, Աստված չհաջողի, Աստված չտա, քո աշխատանքը շատ քիչ է քո համար։ Ու այդ վիճակի մեջ էր Իսրայելը։ Ասում է տուր, փորձիր։ Ժողովուրդ, սենց օրհնության հաշվարկ ոչ միտեղ չես գտնի աշխարհում։ Տուր 10 նոր տուր ընծա, ու ես այնքան կօրհնեմ, որ քո ամբարները տեղ չեն անի։ Այդ ժամանակ, որ ասում էր Տերը տեղ չի անի, մենք հիմա կարող այդքան լավ չհասկանանք, որտեղ մենք հիմա մի հատ ֆինանսական ուրիշ դարաշրջանում ենք ապրում, քարտային, հաշվի համար։ Այն ժամանակ դες բան չկար։ Մարդկանց հարստությունը իրանց ամբարների մեջ էր, իրանց գոմերի մեջ էր, մեկ էլ իրանց ոսկին ու արծաթն էին։ Ասում եմ, ես այնքան կօրհնեմ քո անասներին, քո գոմերը փոքր կլինեն քո անասների համար։ Ես այնքան կօրհնեմ քո դաշտի բերք ու բարիքը, քո ամբարները փոքր կլինեն քո բերքերը հավաքելու համար։ Այսինքն Աստծո օրհնությունը միշտ մեր կարիքից վեր է։ Կա կարիք լրացնել, կա կարիքից վեր, որ Աստված այնքան կարա քեզ օրհնի, որ դու շատերին օրհնության պատճառ դառնաս։ Ու դա Աստված անում է։ Եթե կհավատաք, փորձեք։ Ես մտածում եմ շատերը փորձել են ու համոզվել են իրենց կյանքում։ Մյուս հարցը, որ տալիս էին, 6-րդ հարցը, չէ, մյուս հարցը, 5-րդը կարդացի, 4-րդը չէի կարդա։ Ինչով են քեզ ձանձրացնում։ Աստծուն ձանձրացնում էին, ու ձանձրացնում էին, որ ասում էին, դուք ձանձրացնում եք Տիրոջը ձեր խոսքերով, դուք ասում եք, ինչով ենք ձանձրացնում, ձեր ասելով ամեն չարագործ հաճելի է Տիրոջ աչքի առաջին, և ինքը հավանում է նրանց, կամ թե ուր է դատաստանի Աստվածը։ Պատկերացնում ես մարդիկ այնքան էին հեռացել Աստծուց, որ ասում են չարագործներին ավելի հաճելի են Աստծուն։ Աստված չարագործների հետ է։ Գիտես խի, որովհետև իրանք իրանց Աստծուց հեռանալու պատճառով շատ վատ վիճակի մեջ էին հայտնվել, նայում էին չարագործներին ավելի լավ վիճակի մեջ, մտածում էին Աստված իրանց հետ է։ Մի օր մեկ հետ խոսում ենք, ասում է, բոլոր աշխարհի հարուստներին Աստված օրհնել է։ Ասում չկա տես բան։ Դա սուտ է, բացարձակ սուտ է, որտեվ Սատանան ասեց, ինձ է տրված այդ, ում որ ուզում տալիս եմ։ Մարդիկ կան կոնկրետ Սատանան է բարձրացնում։ Մարդիկ կան Սատանան է տալի այդ օրհնությունները, եթե կարելի է դրան օրհնություն ասել, ու նպատակ այդ մարդու հոգին գողանալն է։ Նպատակ այդ մարդուն կորստի տանելն է։ Եթե Աստված ոմանց պահում է չքավորության մեջ, աղքատության մեջ, այդ մարդկանց ապաշխարության բերելու համար, միտք ստանալու համար, այդ վիճակից դուրս գալու համար, Սատանան կարա շատերին պահի այդ ունեցվածքի լիության մեջ, իր հոգին կողոպտելու համար։ Որտև գրված է, ամբարիշտներ կան, բոլորը չէ, ամբարիշտներ կան, որ պարարտությունից աշկերտները դուրս են գալիս։ Ամեն ամբարիշտ չի, որ աղքատության մեջ է։ Մյուսը, որ ասում են, գրված է 3:13-ում, ինչ ենք խոսել քեզ դեմ, այսի որ շատ ծանր էր, երկու վերջի բաները, որ շատ ծանր էր։ Ձեր խոսքերը ծանր են ինձ համար, ասում է Տերը, բայց դուք ասում եք, մենք ինչ ենք խոսել քեզ դեմ, դուք ասում եք, դատարկ է Աստծուն ծառայելը, և ինչ օգուտ, որ մենք նրա պահպանությունները պահել ենք, և սուգով վարվեցանք զորաստիրոջ առաջին։ Պատկերացնում եք, ժողովուրդը արդեն այնքան է հեռացել, այնքան է, չգիտեմ, հանդգն է, այնքան է խավար է միտքը, որ ասում է դատարկ է Աստծուն ծառայելը։
Ես ասեմ, եթե մարդիկ կան առաջ ծառայության մեջ են, հիմա այդ ծառայությունները թողել են, միգուցե դու էլ ես sense մտածել, որ իզուր եմ ծառայում, ինչ օգուտ ինձ ծառայելուց։ Գիտես, օգուտներ կա հոգևոր կյանքում, որ այդ պահին չես տենա դու։ Օգուտներ կա, որ դու հետո ես հասկանալու։ Կգա օրը Տերն ասում է, կգա օրը, բոլորի աչքի առաջ կերևա ծառայողի ու չծառայողի տարբերությունը։ Կգա օրը, կերևա ով իր համար աշխատել է ու չաշխատողի տարբերությունը։ Կգա օրը Աստված ամեն բան իր տեղը ցույց կտա։ Եթե գրված է մի բաժակ ջուրն անգամ մոռացված չի Տիրոջ մոտ։ Մի բաժակ ջուրը։ Կարծում եք ծառայությունները մոռացված են։ Գրված որ Աստված անիրավ չի, որ մոռանա ձեր սիրո աշխատանքը, որ ցույց տվեցիք սուրբերին, որ հիմա էլ ցույց եք տալիս։ Բայց ժողովուրդը ցավացնում էր Աստծուն այդ խոսքերով, որ ասում է իզուր Աստծուն ծառայելը, դատարկ Աստծուն ծառայելը։ Բայց երանի են մարդկանց, որոնք ծառայում են Աստծուն։ Ես ծառայել Աստծովի նկատի չունեմ մենակ եկեղեցու ծառայողները։ Ես մարդիկ գիտեմ եկեղեցու ծառայական կազմի մեջ չեն, բայց շատ լավ ծառայողներ են։ Մարդիկ կա եկեղեցու ծառայական կազմի մեջ չեն, կարող է ծառայություններ չեն անում։ Մարդիկ կա եկեղեցու ծառայական կազմի մեջ չեն, բայց ավելի շատ բարեգործ են։ Ավելի շատ կարեկցանք կա, ավելի շատ այցելություններ կա, օգնել կա։ Հենց որ Աստված ծառայողացրով չի հասկանում մենակ եկեղեցու ծառայությունը եկեղեցու ներսում։ Ծառայելու ասելով հասկանում է ցանկացած մարդ, որ Աստծո համար ինչ-որ բան անում։ Եթե դու քո տունը աղոթք ես անում քո հարազատների համար, քո ընտանիքի համար, աղոթք ես անում Հրազդանի համար, Հայաստանի համար, չփրկված հոգիների համար, հավատացա, որ դա մեծ ծառայություն ես մատուցում Աստծո առաջ։ Մեծ ծառայություն ես մատուցում։ Եթե դու մեկին օգնում ես ու փող չես հնչեցնում, Facebook-ով, Instagram-ով, չգիտեմ, տարբեր սոցիալական ցանցերով չես հրապարակում, ծածուկ ես պահում ու հույսը դնում ես Աստծո, որ պատասխանը թող Տերը տա, ոչ թե այդ մարդը։ Ընդհանրապես, գիտեք, ասում եմ, որ աղքատին ես տալի, Տիրոջը պարտք ես տալի։ Գրված է։ Տերն էլ պարտքի տակ չի մնում։ Եթե դու տենց անում ես, դու մեծ ծառայություն ես անում։ Միգուցե դու եկեղեցում ճանաչված չես որպես խմբակի ավակ կամ ավետարանիչ կամ չգիտեմ ուրիշ ծառայող, բայց դու մարդկանց վկայում ես հոգիների փրկության պատճառ ես դառնում, դու Աստծո աչքին ծառայող մարդ ես։ Ու ոչ մի բան մոռացված չի։ Կլինեն ծառայողական կազմի մեջ, թե կլինեն կազմից դուրս ծառայողներ, ցանկացած ծառայություն Աստծո աչքից չի վրեպում։ Կգա ժամանակը կերևա ծառայողի ու չծառայողի տարբերությունը։ Ու այս հարցերը տալիս են ժողովուրդը Աստծուն։ Ու Տերը բոլոր հարցերին տվեց իր պատասխանը։ Այսօր ժողովուրդ ջան, գիտեք, պետք է մենք նայենք, մենք ինչքանով ենք Աստծուն մոտիկ։ Գիտեք, երբ որ մարդը Աստծուց հեռանում է, ինքը դադարում է Աստծո սերը զգալ իր նկատմամբ։ Իրան թվում է, թե ինքն է Աստված է հեռացել իրանից։ Օրինակ, որ անառակ որդին հեռու էր հոր տնից։ Ինքը հոր զրույցներից արդեն զրկված էր, հոր ջերմությունից զրկված էր, հոր տան կերակուրներից զրկված էր, հոր տան մյուս անդամների հաղորդակցությունից զրկված էր, այն փառքը որ ուներ հոր տան մեջ զրկված էր, այն պատիվ որ ուներ, այն հագուստները որ հագնում էր հոր տան մեջ դրանից զրկված էր, այդ ամեն ինչից զրկված էր, ինչի պատճառով հայրը իր տեղում էր, տունը իր տեղում էր, փառքը իր տեղում էր, ունեցվածքը իր տեղում էր, ամեն բան իր տեղում էր, որդին իր տեղում չէր։ Եթե դու լինես քո տեղում Աստծո ներկայության մեջ, դու կզգաս Աստծո ներկայությունը քո կյանքի մեջ։ Դու կզգաս Աստծո փառքը քո կյանքում։ Աստծո մտերմությունը, Աստծո ջերմությունը կզգաս քո կյանքի մեջ։ Մոտեցիր Աստծուն, նա կմոտենա քեզ։ Ինչքան մարդը հեռանում է Աստծոց, գիտեք, մարդը հեռանում է, բայց սկսում է մեղադրել Աստծուն։ Մի հատ գիրք համար կա առակազգլքում իմ շատ սիրելի համարներից մեկն ասում է անմիտը ինք իր ճանապարհը ավերում է եւ իր սիրտը տրտնջում է Աստծո դեմ։ Նենց չլի որ մենք մեր կյանքը ավերենք մեր սխալների պատճառով, մեր մեղքերի, հետո մենք տրտնջանք Աստծո դեմ, ասենք խի ասենց մեր կյանքը։ Որտեւ Աստված դա չէր որոշել քո համար։ Աստված ոչ մեկի համար չի որոշել, որ ինչ որ մեկի կյանքը փչանա։ Աստված ոչ մեկի համար չի նախասահմանե անհաջողություններ, ոչ մեկի համար չի նախասահմանե անեծք, աղքատություն, չգիտեմ, հիվանդություններ, դրանք չկան Աստծո նախասահմանության մեջ։ Բայց օրհնությունները կան Աստծո նախասահմանության, հաջողությունները կան Աստծո նախասահմանության մեջ։ Քո բարձրանալը, քո օրնվելը, քո, չգիտեմ, առաջընթացը, քո
բարձունքների հասնելը կա Աստծո նախասահմանության մեջ։ Ու դա հնարավոր է հասնել, եթե դու մտերմությունն ես Աստծո հետ։ Ամեն։ Մի բան էլ ասեմ, աղոթենք, էսի մի եղբորից լսեցի, չգիտեմ, հաշվել են, նստերևի հաշվել են, ասում են Հոբը 37 հարց ուներ Աստծուն, բայց երբ որ Աստծուն հանդիպեց, Աստված 37 հարցից ոչ մեկ չպատասխանեց, բայց Հոբը այլևս հարց չուներ Աստծուն։ Երբ որ Աստծուն հանդիպեց, հասկացավ ով Աստված։ Ու ասեց, իրան անվանեց անմիտ Հոբը։ Ասեց ով է նա, որ անմտությունով խորհուրդը նսեմացնում է։ Այն որ դու խորհուրդ ուներ իմ համար, սքանչելի բաներ ուներ։ Ես իմ անմտության պատճառով դա չէի հասկանում։ Ես իմ հարցեր ինձ խեղդել էին, այդ հարցեր ինձ չէին թողում, որ ես քեզ ճանաչեմ։ Բայց Աստված ընդունեց, կրկնապատիկ օրհնեց, մինչև 4-րդ սերունդն էլ տեսավ։ Ամեն։ Եկեք աղոթենք։ Փառավոր մեր Աստված, շնորհակալ ենք քեզանից, օրհնյալ Տեր։ Փառք ու պատիվ քեզ Տեր, շնորհակալ ենք քեզանից։ Աստված մեր Բայր, խնդրում եմ օգնիր ամեն մեկից Տեր, որ մենք մոտիկ լինենք քեզ Տեր, որ մենք մոտիկ լինենք քեզ եւ ուրախությունը լցված լինի մեր կյանքերի մեջ, որ մենք մոտիկ լինենք քեզ եւ խաղաղությունը մեր կյանքերի մեջ լինի Տեր, որ քեզ մոտիկ լինենք եւ հանգստության ու ապահովության մեջ լինենք Տեր, որ քեզ մոտիկ լինելով մեր սրտերը լցված լինի վստահությունով Տեր, որ քեզ մոտիկ լինելով Տեր վախը բացակայի մեր կյանքերում։ Իմ Աստված, խնդրում եմ քեզ, օգնիր ամեն մեկից մոտ լինել քեզ Տեր, որ չլինի որ հեռու լինելու պատճառով մեր մեջ հարցեր ծնվի Տեր, որ չլինի որ հեռու լինելու պատճառով մեր մեջ մեղադրանք առաջանա Տեր, որ չլինի Տեր որ մեր հեռու լինելու պատճառով մենք կասկածի տակ դնենք քո սերն ու քո հավատարմությունը Տեր, օգնիր որ մոտ լինենք քեզ Տեր եւ քո մտերմությունը վայելենք մեր ամեն օրվա մեջ, մեր Տեր, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։